Գողը չի գար միայն թե գողանալու եւ սպանելու ու կորսնցնելու համար։ Սա սատանայի նպատակն է։ Գողանալ, կորսնցնել, սպանել եւ կորսնցնել։ Սպանելով էլ չի հանգստանում։ Կորսնցնել, որ չլինի թե կենթանանան։ Եվ Տիրոջ նպատակը՝ ես եկա որ կյանք ունենան եւ ավելի ունենան։ Ուրեմն Տիրոջ ծրագիրը, Տիրոջ նպատակը ինչ որ կարգեր, կանոններ, ծեսեր չեն։ Հոգևոր կյանքը չի հիմնված ինչ որ ծեսերի, բարոյագիտությունների, կրոնական, չգիտեմ ինչ, ավանդույթների, հոգևոր կյանքը հիմնված է Հիսուսի վրա, նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Սա է նպատակը։ Իսկ այդ կյանքի մեջ ամենաօրհնյալ բարոյագիտությունը կա, այդ կյանքի մեջ կարգ ու կանոնը եւ օրենքները տոկոսի հարաբերությամբ էլ չեմ էլ կարող ասել 100%-ը քիչ է։ Արդեն դա կյանքի հետևանքներն են դառնում։ Առանց կյանքի, որ դու ուզում ես այս բոլորը կատարես, քո վրա կլինի ծանր բեռ։ Բայց եթե մարդի մեջ կա կյանք, այդ բոլորը ավտոմատ կատարվում են, սիրելիներ։ Փառավորվի Տիրոջ անունը։ Երեք մենք խոսեցինք, թե որն է բուն մեղքը։ Ադամը ինչ մեղք գործեց, որ տարածվեց իր սերունդի վրա։ Եվ այդ մեղքի անունը, այդ հիվանդությունը, այդ վիրուսը, այսպես ասած, այդ ինֆեկցիան, անունը հետևյալն է, որ Ադամը հավատալով սատանայի մտքերին կասկածեց Աստծո խոսքի, նրա սիրո եւ նրա բարության վրա։ Մեղքը Աստծո վրա կասկածելն է։ Եվ սա շատ է վիրավորական Տիրոջը։ Պատկերացնում եք սիրելիներ, ինքը այրունով է ապացուցել այս թվարկած խոսքը, իր սերը եւ բարությունը, ու մարդը կասկածում է։ Դուք պատկերացնում եք սա ինչ վիրավորական է։ Մնացած մեղքի տեսակները հետևանքներն են։ Երբ որ դու կբժշկվես իր վրա կասկածելուց, Աստծո վրա կասկածել նշանակում է իր խոստումների, իր խոսքի վրա կասկածել։